նշանով բաթա։ Բայց բանը Արեն ջան, բացվեց Ասիայի ճանապարհը դեպի մանկական։ Դե քանի դեռ ստե չի ասում եմ էլի։ Փարտիրոջը։ Սիրելիներ, եկեք աղոթենք, որ շարունակենք մեր անցած անգամվա պատգամը, որ կոչվում էր հունձքը հասելը։ Այս տարվա մեր վերցրած ուղղությունն է Տիրոջմով եւ ես հավատում եմ, որ իսկապես կտեսնենք դրա պտուղները մեր կյանքի մեջ եւ եկեղեցու մեջ։ Տեր, ես խոնարհվում եմ քո առաջ եւ քեզ փառք եմ տալիս այս մեծ պատվի եւ արտոնության համար, որ տվել ես կանգնելու այստեղ եւ արտաբերելու քո զորավոր կյանք տվող խոսքը։ Ես շատ եմ խնդրում, որ այդ խոսքերը լինեն քո խոսքերը, որ իմ բաժինը շատ քիչ լինի եւ քո հոգուց լինի պատգամը Տեր, որ խոսա մեր սրտերի հետ, ոնց որ քո խոսքի մասին գրված է, որ զորավոր է երկսայրի սրի պես, որ թափանցում է հոգին շունչը մինչև մարմնի հոդվածները, մինչև ոսկրածուծը։ Մենք դրա կարիքը շատ ունենք Տեր եւ բացում ենք մեր սրտերը քո խոսքի առաջ։ Խնդրում ենք Սուրբ Հոգովդ ցուցադրես քո սիրտը, քո էությունը ծանոթացնես քեզ հետ։ Դու երևաս քո խոսքի մեջ։ Նենց ոնց որ ոչ ոք չի կարա ներկայացնի քեզ։ Եվ մեր սրտերը շարժես դեպի քեզ, որ այսօրվա մեջ այս պաշտամունքից հետո շատ ավելի սիրենք քեզ, փափագենք քեզ եւ հետևենք քեզ Հիսուսի անունով։ Ամեն։ Մեր տեքստը գրված է Հովհաննես ավետարան 4-րդ գլխի մեջ 32 համարից, ուզում եմ կարդամ, որ հիշենք նորից 31-ից կարդամ։ Այդ ժամանակ աշակերտները իրեն աղաչում էին եւ ասում էին. Ռաբի, որը ուսուցիչ է նշանակում, հաց կեր։ Նա էլ ասեց նրանց. ես կերակուր ունեմ ուտելու, որ դուք չգիտեք։ Այն ժամանակ աշակերտները ասում էին իրար. արդյոք մեկը իրեն ուտելու բան տվեց։ Հիսուսը ասեց նրանց. իմ կերակուրը նա է, որ ես ինձ ուղարկողի կամքը անեմ եւ նրա գործը կատարեմ։ Չէ որ դուք ասում եք, թե տակավին 4 ամիս կա հունձքին, ահա ես ձեզ ասում եմ, աչքերդ բարձրացրեք եւ արտերին նայեք, արդեն ճերմակել են եւ հնձելու պատրաստ են։ Նա, որ հնձում է, վարձք է առնում հավիտենական կյանքի համար, պտուղ է հավաքում, որպեսզի սերմանողը եւ հնձողը մեկտեղ ուրախանան։ Որովհետեւ ճշմարիտ այն խոսքը, թե ուրիշ է սերմանողը եւ ուրիշն է հնձում։ Ես ձեզ ուղարկեցի հնձելու այն, որի համար չաշխատեցիք, ուրիշները աշխատեցին եւ դուք նրանց աշխատանքից օգտվեցիք։ Անցած անգամ մենք նայեցինք այդ խոսքը, որ 32 համարի մեջ էր գրված, որ ասում է ես կերակուր ունեմ ուտելու, որ դուք չգիտեք։ Մենք հիմնականում նայեցինք դուք չգիտեք այդ խոսքերը, որ հասկանանք իրականում մենք մեզ կարող է թվալ, թե մենք գիտենք, բայց իրականում մենք չգիտենք։ Անկամ այն ժամանակ, երբ որ առաքյալները հստակ գիտեին ինչ է լինելու, Տերը ինչ էր ասել, մեկը իրանք չհիշեցին դա եւ դա իրանց ոչ մի բան չտվեց, մինչեւ որ Տերը մահացավ, հարություն առավ, նոր հասկացան, որ Տերը դա ասել էր իրանց։ Աստծո խոսքը ունի իր մեջ այդ հատկանիշը։ Մեզ թվում է թե գիտենք, բայց չգիտենք։ Եվ երբ որ աշխարհի մեջ ապրում ենք, առնչվում ենք շատ մարդկանց հետ, նկատում ենք մի բան, որ աշխարհը տարված է մի մոլուցքով, որ ցույց տա թե ինչքան շատ գիտի, ինչքան ավելին է, ինչքան առավել է իր դիմացինից։ Ես այսօր մինչև եկեղեցի կգայի մի տեղ էի եւ տեսնում էի, որ մարդիկ անverջ խոսում են, կարող է մարդը ժամերով խոսա ուղղակի, որ ցույց տա, որ ինքը գիտի։
Եվ դրանից հենց ավելի ես համոզվում, որ ինքը պնդում է մի բան, որ չգիտի։ Որովհետև Էդգարը գիտությունով ավելի լավ ցույց կտա դա, որ մենք ինչքան փոքր ենք եւ ինչքան փոքր գիտենք եւ այդ փոքրը մեզ համար ինչքան մեծ ենք պատկերացնում, կարծելով թե մենք գիտենք։ Հիսուս ասում է դուք չգիտեք։ Բայց այսօր առաջ են գնալու եւ նայելու ենք հաջորդ խոսքը, որ գրված է իրան ասեցին, արդյոք մեկը իրեն ուտելու բան տվեց, Հիսուս ասեց նրանց. իմ կերակուրը նա է, որ ես ինձ ուղարկողի կամքը անեմ եւ նրա գործը կատարեմ։ Ուրիշ թարգմանության մեջ գրած է ավարտեմ, ավարտին հասցնեմ։ Ամբողջական վերջացնեմ։ Դա է նշանակում։ Ուրեմն իմ կերակուրը նա է, որ ինձ ուղարկողի կամքը անեմ եւ նրա գործը կատարեմ, ավարտեմ։ Հիսուսը միշտ իր սկսածը ավարտում է։ Սրա մեջ շատ մեծ բարի լուր կա մեզ համար։ Եթե նա քո մեջ ինչ-որ բան սկսել է անել, հենց այդպիսի խոսքեր կա, հավատարիմ է, որ մինչև վերջ կատարի։ Եվ եթե դու այստեղ ես, ես վստահ կարող եմ ասել, որ նա քո մեջ սկսել է մի բան։ Եվ նա անպայման իր մասով կավարտի, կհասցնի ավարտին, այն ինչ որ ինքը սկսել է մեր մեջ անելու, նա երբեք կիսատ չի թողնում։ Կան մեր մեջ մարդիկ, ովքեր որ այդպիսի վատ բնավորություն ունեն, որ սկսում են եւ կիսատ են թողնում։ Կարակ չասեք, Մարիամը համարձակ ձեռը բարձրացնում, չնայած որ ասեցի վատ բնավորություն եւ դա իսկապես վատ բնավորություն է։ Որովհետեւ շատ կարեւոր է, որ այն ինչ որ մենք սկսում ենք, կամ հասկանանք, որ մենք սխալ ենք սկսել, ներողություն խնդրենք, թողնենք դա, կամ էլ եթե դա ճիշտ է մեզ համար, այն ինչ որ սկսել ենք, մինչև վերջ հասցնենք։ Հիսուսը, այսա պիտի նայենք մենք, Հիսուսը միշտ ավարտում է իր սկսածը։ Հովհաննես ավետարան 13:1 շատ զորավոր մի տեղ է։ Մենք էլ շուտով մոտենում ենք զատկական տոնին, եւ սա վերաբերում է զատիկին, վերջի զատիկին, որ Տերը պիտի աներ։ Զատիկի տոնից առաջ Հիսուսը իմանալով, թե իր ժամանակը հասել է, որ այս աշխարհից դուրս գա հոր մոտ, սիրելով իրեններին, որոնք աշխարհի մեջ էին, մինչև վերջ սիրեց նրանց։ Ինչ որ մեկը սրա կարիքը հաստատ կունենա, նրա սերը անվերջանալի է։ Նրա սերը անպայմանական է, որովհետև ինչ որ պատճառով չի, որ ինքը մեզ սիրում է մեր հետ կապված, նրա սերը երբեք չի վերջանա, անգամ եթե այն մարդը, ում որ ինքը սիրում է, թողնի Աստծուն, անգամ եթե ինքը հեռանա Աստծուց, անգամ եթե ինքը չփրկվի։ Աստծո սերը այդ մարդու կյանքի նկատմամբ երբեք չի ավարտվում։ Որովհետև նրա սերը ուրիշ ոչ մի տեղ չկա, բացի իր մեջ, ուրիշ ոչ մեկը չունի այդ սերը։ Աստված մեզ սիրեց։ Եվ նրանք, ովքեր որ իրանց մեջ պատճառ են գտնում, որ սիրել Աստված իրանք խաբված են։ Որովհետև մեր մեջ եղած պատճառի համար չի, որ նա մեզ սիրում է, այլ իր էության պատճառով է, որ նա մեզ սիրում է։ Իրար խենթի պես սիրող զույգերը, որ ամուսնանում են, հետո կարճ ժամանակ անց կարող է ուզենան բաժանվեն։ Ես առաջի հայացքից սիրահարվել եմ իմ կնոջը։ Ինքը 16 տարեկան էր, ես 20 տարեկան էի։ Առաջի պահից, որ տեսել եմ իրան, խենթի պես սիրահարվել եմ եւ ամեն ինչ արել եմ, որ հասնեմ իրան։ Երբ որ մենք ամուսնացանք, մի ամիս անց մենք պատրաստ էինք բաժանվելու։ Ինչի, որովհետև մարդկային սերը էգոիստական է։ Ես սիրում եմ, որովհետև մեկը շատ լավ է բացատրում, ասում է մարդկային սերը սրա նման է, ոնց որ մեկը ասի ես սիրում եմ ձուկ,
Ես ձուկ սիրում եմ։ Լսել եք, որ շրջանից մեկը գալիս է Երևան գործերով։ Ձեր տանը պատմեցի, թե չէ։ Գալիս է Երևան գործերով, հետո գործերը վերջացնում է, ասում է գնամ բարեկամներիս մեկի տուն, մի բան կհյուրասիրեմ, կուտեմ։ Գնում է, բարով ես եկել, այդ հարցերից հետո ասում են, կոֆե են հյուրասիրում, կոֆեն խմում է, տեսնում է, որ չէ, հույս չկա, ճաշ չեն տալու, ասում է լավ գնամ ուրիշ բարեկամի մոտ, այդ ձև որ անցնում է, ոչ ոք իրան հաց չի տալիս, գնում է ամենավերջում են, հոգնած, ծարավ, սոված, հասնում է վերջի բարեկամի տանը, ասում է գոնե գութ ունենան մի բան տան ուտեմ, զանգը տալիս, դիմավորում են, գրկում են, ասում են բարով ես եկել, մտնում է ներս, ասում են ձուկ սիրում ես, ասում է վայ գժվում եմ ես ձկի համար, բոլոր տեսակները, ամեն ձևի ձուկ սիրում եմ, ասում են լավ ակվարիումը զալում դրած է, նստի ձկներին նայի, մինչև կոֆեն սարքենք։ Հիմա մեկ ասում է ձուկ սիրում եմ, այդ սերը այնքան էգոիստական սեր է, որ ձկին ոչ մի բան չի տալիս, այսինքն տալիս է, վախճան է տալիս այդ ձկին, որտեվ դա ձկի համար ոչ մի բան չի նշանակում, մարդկային սերը այս ձև է, երբ որ դու ասում ես սիրում եմ, նշանակում է, որ դու իր հետ լավ ես զգում քեզ, իր կողքին քեզ լավ է, սա էգոիստական է և սա վերջանում է, որտև էգոիստական սերը ինքը կարճ է շատ, բայց Աստծո սերը հավիտենական է, որովհետև նրա սիրո մեջ ոչ մի անձնական շահ չկա, դուք ձեզ սիրում եք, որոշները կարող է իրանք իրանց հետ յոլա չգնան, բա ոնց է Աստված մեզ մի ամբողջ կյանք, չեմ էլ կարող ասեմ դիմանում, որովհետև իր սերը չի դիմանում, որովհետև իր սերը չի նայում այդ ոչ մի բաներին, շարունակում է սիրել և դա միշտ կա, և ամեն ինչի պատրաստ է, դրա համար սիրո պատճառով է, Կորինթացիս 13-րդ գլխի մեջ գրված է, որ սերը երբեք չի վերջանում, դրա համար նա մինչև վերջ սիրում է նրանց, ում որ սիրել է կամ ճանաչել է կամ նախասահմանել է, նա միշտ ավարտում է իր սկսած գործը, Հովհաննես 11:43 Սա ասելուց հետո մեծ ձայնով կանչեց, Ղազարոս դուրս արի։ Հիսուսի մոտ, երբ որ ինքը թաքնվել էր, կոպիտ ասած, կամ ժամանակավոր աչքից հեռացել էր փարիսեցիների և քահանաների, Ղազարոսը հիվանդ էր մահացու և քույրերը մարդ ուղարկեցին, որ Հիսուսին ասեն, որ նա ում որ դու սիրում ես հիվանդ է, ծանր հիվանդ է, արի, որ բժշկես իրան։ Եվ գրված է, որ շատ զարմանալի խոսք է գրված է Հիսուսը, որ սա լսեց, 2 օր էլ մնաց այդտեղ, ոչ մի բան չուներ անելու, ուղղակի մնաց այդտեղ։ Հետո 2 օր անց իր աշակերտներին ասեց, Ղազարոս մեր բարեկամը քնած է, գնանք, որ իրան արթնացնենք։ Եվ աշակերտները, որ վախենում էին, մտածում էին, որ գնան, իրանց նորից կհալածեն, կբռնեն և այլն, ասեցին, եթե քնած է կարթնանա ինքը։ Եվ Հիսուս ասեց, Ղազարոսը մահացավ, գնանք իրան։ Եվ գնացին, երբ որ գնացին ինքը արդեն 4 օրվա մահացած էր։ Եվ Մարիամը և Մարթան այդ ուղերձը, որ ուղարկել էին Հիսուսի մոտ, սենց էին արել, նա ում որ դու սիրում ես, հիվանդ է, արի։ Եվ կասկած չունեին, որ Հիսուսը կգա։ Եվ Հիսուսի չգալը և Ղազարոսի մահը նրանց սրտերի մեջ ահավոր ցավ էր առաջացրել և հնարավոր է ինչ որտեղ հիասթափություն Հիսուսից։ Որովհետև երբ որ ինքը եկավ, իրանք ասեցին, եթե դու այստեղ լինեիր, Ղազարոսը չէր մեռնի։ Տպավորությունը նա էր, որ Ղազարոսի պատմությունը վերջացավ։ Վերջ,
էլ ոչ մի բան չի կարելի անել։ Նրա հետ խոսում էին արդեն անցած ժամանակով, եթե դու լինեիր, չէր մեռնի։ Սկզբից ասում է Մարթան, հետո Մարիամը, հետո Մարթան, երկուսն են նույն բանն են ասում, եթե դու այստեղ լինեիր, Ղազարոսը չէր մեռնի։ Եվ Հիսուսը ասում է Ղազարոսը հարություն կառնի։ Եվ իրանք չգիտեն, որ Հիսուսը խոսում է ներկայի մասին, իրանք մտածում են, որ հարության օրը ինքը հարություն կառնի, որովհետև հրեաները հավատում էին հարությանը։ Եվ Հիսուսը ասում է նո, որ ինձ հավատա, թեև մեռնի, կապրի։ Միտեղ չկա, որ Հիսուսի գործը կիսատ մնա, որ ինքը չկարողանա վերջացնի, որ չկարողանա աստվածային են լավ առումով, կատարյալ եւ բարի առումով վախճանի հասցնի են ինչ որ ինքը սկսել է։ Ինքը սկսել էր, ինքը մտել էր այդ ընտանիք, ընդունվել էր, այնտեղ ծառայել էր, սիրել էր իրանց եւ թվում է թե ինքը Ղազարոսի կյանքի մեջ չհասցրեց։ Բայց Հիսուսը եկել է այդտեղ եւ նրա համար չկա ժամկետի ոնց է կոչվում այդ սրոգոդնեսը պիտանելություն, չկա այդպիսի բան։ Ոչ մի սահման չկա, որ ինքը չկարողանա մի բան շտկել կամ շարունակել անել։ Եվ Հիսուսը գնում է գերեզմանի մոտ եւ կանգնում է գերեզմանի մոտ եւ հրամայում է, որ Ղազարոսը դուրս գա եւ հարություն է տալիս Ղազարոսին։ Գիտեք, այդ ընթացքը մինչև որ Հիսուսին ասեցին Ղազարոսի մասին եւ մինչև Ղազարոսի հարությունը բավականին դժվար ընթացք է։ Ոնց որ մեր հոգեվոր ընթացքն է։ Քանի անգամ է քեզ թվացել, որ դու կիսատ կմնաս։ Չէ՞։ Գիտեք, այդ ամեն անգամ, երբ որ մենք նայում ենք մեզ, նայում ենք մեր ներսը, նայում ենք մեր սրտերին, թե ով ենք մենք, թե ինչքան ենք մենք անհավատարիմ, անհաստատ։ Սուրբ գրքի մեջ մարդիկ կան մեր նման, ու լավ կլինի, որ մենք գտնենք իրանց, որովհետև եթե մենք գտնենք իրանց մեջ մեզ տեսնենք, մենք կտեսնենք, թե ինչ եղավ նրանց վերջը։ Պետրոսը, որ շատ անհաստատ էր, չէ՞։ Մեկ ինքը ոգևորված կրակ էր, Հիսուսի համար պատրաստ էր իր կյանքը տալու, մեկ ուրանում էր Հիսուսին։ Ինքը միշտ այդ ձև էր, ծայրահեղությունից ծայրահեղություն, եւ այսպիսի մարդիկ շատ խորն են հիասթափվում, որովհետև իրանք իրանց լավն են ճանաչում, բայց այն ժամանակ, երբ որ ծանոթանում են իրանց իսկական բնույթի հետ, խորը հիասթափություն են ապրում այդ ժամանակ։ Բայց այն գործը, որ նա սկսել է մեր կյանքի մեջ, պայմանավորված չի մեր լավ կողմերով։ Պայմանավորված է նրա էությամբ եւ նրա բնավորությամբ։ Պողոս առաքյալը ասում է. շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ հավատարիմ համարելով այս ծառայության մեջ դրեց։ Իսկական խոսքը այնտեղ որ գրած է սեպելն է, հավատարիմ սեպելով։ Դա նույնն է ոնց որ համարել հավատարիմ։ Ում են համարում հավատարիմ, նա ով որ դեռևս հավատարիմ չի, բայց դու նայում ես, որ Պողոսի համար դա սա էր նշանակում, որ ես հավատարիմ չէի եւ նա ինձ հավատարիմ տեսավ։ Եվ այս հավատարիմ տեսավը նորից մենք կարող է կապենք Պողոսի բնավորության կամ էության հետ, բայց Հիսուսը այդ ձև չի անում։ Հավատարիմ համարել նշանակում է Հիսուսը ինքն իրան է հավատարիմ համարում մեզ համար, որ ինքը իրանով կարող է մեզ տեղ հասցնի։ Նա սկսել է քո կյանքի մեջ ամեն ինչ կանի, որ նա հասցնի քեզ մինչև ավարտին։ 139 Սաղմոսի մեջ Դավիթ ասում է, որ քո աչքերը իմ անկատար կազմվածքը տեսան։ Եվ իմ բոլոր օրերը, որոնք որ դեռ չկային, բայց պիտի գային ժամանակին, քո գրքիդ մեջ գրված էին։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ եթե դու մնում ես նրա ներկայության մեջ, անկախ նրանից ինչքան դժվար կամ անհնար թվա քո ընթացքը,
եւ հույսը քո ապագայի, քո հավիտենության, եթե դու շարունակում ես մնալ նրա ազդեցության գոտում, այն բաները, որ դու այսօր պակասես, ժամանակին նա քո կյանքի մեջ կլրացնի։ Դրանք կան, բայց դու ընթացք ես անցնում։ Ամեն։ Մենք փրկվում ենք ոչ թե որ մենք լավն ենք կամ ավելի լավն ենք դառնում, չէ, որովհետև մեկը կա, ով որ սկսում է եւ ավարտին հասցնում։ Իմ կերակուրը սա է, որ ես հոր կամքը կատարեմ եւ նրա գործը ավարտին հասցնեմ։ Կարծում եք նրա գործը մեր փրկությունն է մենակ։ Չէ։ Նրա գործը այն ամբողջական իմաստով, որը որ ոչ ոք չգիտի, մենակ Հիսուսը գիտի։ Ամբողջական իմաստով կատարելն է։ Օրինակ այն ինչ որ ես բացահայտել եմ ինձ համար, որ Աստված իր որդուն չի ուղարկել, որ մեզ փրկի միայն։ Աստված իր որդուն ուղարկել է, որ մեզանից կերտի Քրիստոսի պատկերը, որ մեզ Քրիստոսին նման դարձնի։ Սա հեշտ process չի, սա բավականին բարդ process է։ Ավելի բարդ է նրանց մոտ, ովքեր որ իրանք շատ են սիրում եւ պատրաստ չեն թույլ տալու Հիսուսին, որ փոխի իրանց։ Եվ սա դժվար եւ ցավոտ process է գնում, որովհետեւ ինքը չի կարա մեզ կիսատ թողնի։ Իր համար ամբողջական գործը, որ մեզ փառավորի, իսկ այդ մեզ փառավորելը Քրիստոսի պատկերին կերպարանակից դարձնելն է։ Ամեն։ Երբ որ նայում ես քեզ քո կյանքին, համեմատում ես անցած քո ճանապարհի հետ, անցած տարվա 2, 3, 5, 10, 20, ինչքան ժամանակ է, որ դու ապաշխարել ես, նկատում ես, որ քո մեջ բան է փոխվել։ Արդյոք քո բնավորությունը փոխվում է։ Հիսուսի մասին գրված է, Հիսուս Քրիստոսը նույնն է երեք այսօր եւ հավիտյան, բայց վայ են մարդուն, ով որ նույնը կմնա երեք այսօր եւ հավիտյան։ Որովհետեւ նույնը մնալ նշանակում է դուրս գալ նեղ ճանապարհից դեպի լայն ճանապարհ, որը որ կորուստ է տանում։ Մենք պետք է նպաստենք, որ այն գործը, որ նա սկսել է մեր կյանքերի մեջ, հասցնի մինչև կատարյալ ավարտին։ Առաջի Կորինթացիների 1:8 Լավ 6-ից կարդամ։ Ինչպես Քրիստոսի վկայությունը ձեր մեջ հաստատվեց, որպեսզի ձեզ որևէ շնորհք չպակասի մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայտնվելուն սպասելով, որ նաև ձեզ պիտի հաստատի մինչև վերջ, որ անարատ լինեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրը։ Տպավորությունը նա է, որ սա երաշխիք է, բայց սա միակողմանի երաշխիք է։ Սա նշանակում է, որ ամեն ինչի կարիքը, որ մենք ունենանք, նա կապահովի։ Ոչ մի շնորհք ձեզ չի պակասի նրա գալստյան սպասելուց։ Ինչ է դա նշանակում, որ եթե մենք սպասում ենք Քրիստոսին, ամեն բան լավ կլինի։ Բայց եթե մենք թողել ենք այդ կարևորագույն գործը, որ հարս եկեղեցու կարևոր զբաղմունքն է, պատրաստվել Փեսայի գալստյանը եւ տարվել ենք աշխարհով, դա չի երաշխավորում մեզ, որ մենք անարատ կլինենք Քրիստոսի գալստյան օրը։ Մտածել եք հեչ Տիրոջ առաջ կանգնելու մասին։ Կարծում եմ շատ իմաստուն կլինի, որ հաճախակի մտածենք։ Եթե այսօր լինի այդ օրը, որ մենք կանգնենք, արդյոք մենք համարձակություն կունենանք նրան նայելու։ Արդյոք անարատ կլինենք մենք։ Հին կտակարանի մեջ գրված է, որ Հեսու մեծ քահանան կանգնեց Աստծո առաջ
Եվ սատանան կանգնեց նրա կողքը եւ մեղադրում էր քահանային եւ նրա գրածան Հեսուի հանդերձները կեղտոտ էին։ Ես ինձ դրել եմ Հեսուի տեղը եւ մտածել եմ, ինչ կապրեի ես այդ մինի դատարանում։ Ինչ կարամ ասեմ ես, եթե իմ մի խոսա։ Եթե իմ հանդերձները կեղտոտ են, ինչ համարձակություն կունենամ ես։ Որտեւ դա արդեն խոսում է, չէ, ես մեղադրելի եմ։ Ամեն։ Աստծո խոսքը ասում է, որ նա իր հրեշտակների վրա է բիծ գտնում։ Նրանք, որ ամբից ու կատարյալ են ստեղծած, կարան նրանց վրա բան գտնի։ Նարեկացի կարդացեք, տեսեք ինչքան խորը այդ անձնավորությունը մեղքի գիտակցություն ուներ, որ եթե բոլոր ջրերը, լճերը, ծովերն ու օվկիանոսները թանակ դառնային եւ բոլոր անտառները գրիչ, չէին բավարարի իմ մեղքերը գրելուց։ Այս ձև ասում, իրականում ինքը այդ ձև անհույս կորած մեկներ, ինքը սուրբ է հռչակված եւ ես հավատում եմ իսկապես, որ ինքը երևելիներից մեկն է, Աստծո երևելիներից մեկը։ Ուղղակի ինչի է այդքան խորը մեղքի գիտակցության, որովհետեւ այնքան մոտիկ է լույսին ինքը։ Տեսեք, այս լույսը եթե ուղենք այս պատուհանների կողմը կտենանք ինչքան կեղտոտ են այդ պատուհանները։ Բայց քանի դեռ այդ լույսը չկա, չի երևում այդ կեղտը։ Որ մենք մոտենում ենք Աստծուն, շատ ենք մոտենում, այնքան շատ ենք տեսնում մեր սրտի ապականվածությունը։ Երեմիան ասում է մարդու սիրտը չար է, կատարյալ չար է եւ փչացած է։ Ով կարա Աստված ասում է դու կարաս հասկանաս, որ քո սիրտը անհուսալիորեն չար է, վատն է, կարաս հասկանաս սա։ Եվ դա բոլորիս է վերաբերում։ Անկախ նրանից մենք դա հասկանում ենք, թե չենք հասկանում, դա այդպես է։ Եթե մենք մոտենանք Աստծուն կհասկանանք։ Պողոս առաքյալը, որ երկնքի պարծանքն է, ես հավատում եմ 24 երեսներից մեկը գահի շուրջ է ինքնալ լինելու։ Ասում է, ինչ խղճալի մարդ եմ ես, ով ինձ կազատի ես մեղքի մարմնից։ Պողոս ասում է, ես սա գիտեմ, որ իմ մեջ ոչ մի լավ բան չի բնակվում։ Պատրաստ ենք մենք կանգնելու։ Հովանեսը երբ որ տեսավ Տեր Հիսուսին ընկավ մեռելի պես եւ Հիսուսը մոտեցավ իրան ասեց. մի վախենա Հովանես, ես նա եմ, որ մեռա եւ կենթանի եմ եւ ունեմ մահվան եւ դժոխքի բանալիները։ Որն է մեր հույսը։ Եթե մենք ինչ որտեղ հույս ունենք, որ կփոխվենք ու լավը կդառնանք, մենք դատապարտված ենք հիասթափվելու, որովհետեւ մենք ավելի վատը դառնալուց այնքան ոչ մի բան չունենք մեր մեջ լավը։ Բա որն է լուծումը։ Լուծումը նրա մեջ է, ում անունը փրկիչ է նշանակում է օծված փրկիչ, որ ունի ամբողջ կարողությունը մեզ փրկելու մեզանից։ Նա իր ժողովուրդը իրենց մեղքերից պիտի փրկի։ Մեզ թվում է, թե Հիսուս նշանակում է աշխարհի փրկիչը, բայց աշխարհը փրկել ավելի հեշտ է, քան թե իր ժողովրդին փրկելը։ Չէ՞։ Երանելի է, օրինակ ավազակը խաչի վրա Տիրոջ անունը կանչեց եւ փրկվեց։ Ինչ երանելի է։ Բայց կյանք ապրելու համար, ընթացք ունենալու համար մենք կարիք ունենք, որ մեր փրկիչը ամեն օր աշխատի մեզ փրկելու մեր բնույթից։ Բայց փառք Տիրոջը, որ մենք նախադեպեր ունենք, անհաստատ Պետրոսը ի վերջո դարավ Կեփաս, հաստատուն, անշարժ քար դարավ։ Սողոսը Պողոս դարավ, Հակոբը Իսրայել դարավ, Աբրահամը դարավ Աբրահամ։ Աստված միակն է, ով կարող է փոխի մեր բնույթը։ Նա կարող է մեզ նենց փոխի, որ դու քեզ չճանաչես։ Մենակ թե մենք թույլ տանք, մենակ թե նրա հետ գնանք, մենակ թե անցնենք այն ճանապարհը, որ նա ուզում է անի։ Երբ որ նա ասում է իմ կերակուրը ինձ ուղարկողի կամքը կատարելն է եւ նա ավարտելը, պետք է իմանանք, որ
Այսօր էլ նրա կերակուրը դա է եւ դա նա օր ու գիշեր զբաղված է դրանով։ Հիշում եք Հոբ ասում էր թող էլի ինձ, ինչ ես ուզում ինձանից, ինչ ես ինձ բռնել, ինչի ես ինձ դարձրել, նշանակետ ինձանից հետ չես դառնում։ Դավիթ ասում է ուր գնամ ես քո երեսից, որտեղ թաքնվեմ, որտեղ գնամ դու ընդեղ ես, ինչի ես շրջապատել ինձ, ես չեմ կարում հասկանամ։ Որովհետև երբ որ մենք ծանոթանում ենք մեր հետ, ուզում ենք փախնենք նրա երեսից, ուզում ենք թաքնվենք, բայց նա չի թողում։ Ամեն։ Մեռնես էլ չես բրցնի։ Այն Սմիթ Վիգլսվորդը, որ շատ ուժեղ էր մեռելներ հարություն տալուց, մի օր եկավ տուն, կինը ասավ իմացար, ընկերդ մահացավ։ Ասեց որ ընկերս, ասեց այս մեկը, որ չեր ապաշխարում, ասեց ըհը, շոր ես դուր։ Կինը հասկացավ, որ գնում է հարություն տալու։ Ասեց այ մարդ, ինչ ես ուզում, թող մնա, ասեց չէ, քանի դեռ կենդանի էր, շատ կյանքս կերավ։ Հմի չի կարա։ Գնաց մտավ իրանց տուն, շատ գրուպի մարդ էր Սմիթը, մտավ իրանց տուն, սաղին ասեց դուս եկեք ստեղից։ Դուրս արավ, մնաց մենակ այդ դիակի հետ եւ ասեց Հիսուսի անունով հետ արի եւ այդ մարդը հետ եկավ։ Հետ եկավ եւ հետո ապաշխարեց։ Ասեց այ հիմի հասկացանք, թե չէ մի կյանք հետևից տնկած էի վերջապես խելոք մնաց իր։ Կինը մահացավ, հետ բերեց Սմիթը։ Կինը ասում է ես Հիսուսի հետ էի, քո ձայնը լսվեց։ Ասում է Տերը ասեց այդ Սմիթն է, դու պետք է գնաս։ Քեզ ականջում հետ եկավ կինը, հետո մի ամբողջ գիշեր խոսացին իրար հետ։ Եվ կինը ասեց թող ես պետք է գնամ, Տեր ինձ կանչում է, ասեց լավ գնա։ Ու մահացավ կինը։ Բայց այդ ձև էր Հիսուսի նման ոչ մի բան չկար, որ իրան արգել էր։ Սմիթ Վիգլսվորդի կյանքը կարդացեք, շատ հրաշալի բան է։ Սատանապաշտներ էին գալիս իր պաշտամունքը խանգարելու։ Եվ ինքը քարոզում էր եւ տեսնում է հոգու մեջ, տեսնում է որ դրանք սատանապաշտներն եկել են խանգարելու, թողում է ամբիոնը վազելով գնում է վերջի նստանին նստած են ելնում իրար հետ։ Գնում է այդ նստանը բարձրացնում է վերև, շատ ուժեղ մարդ էր, բարձրացնում է, սրանք սղալով ընկնում են ու փախնում են եկեղեցից։ Քարոզելու ժամանակ մի հատ դիվահար է գալիս, ձենը գլուխը գցած, կարգու կանոնը ուզում է դուրս անի, ասում է դուրս եկանում ինչ անեք, թող գա մոտենա այն կրակին, որ ստեղ վառվում է, գալիս է մոտենում, ընկնում ու ազատագրվում է մարդ։ Հիսուսի էությունը մեր հույսն է։ Նա հավատարիմ է եւ հաստատուն եւ նա կիսատ երբեք չի թողնում։ Կան մարդիկ, որ կիսատ են մնացել, վստահ կլինեն։ Պողոս առաքյալը ասում է, որ Դեմասը ինձ թողեց, աշխարհը սիրեց, գնաց Թեսաղոնիկի։ Մեզ թվում է, թե Պողոս առաքյալի հետ ընկերակցությունից ավելի թանկ բան կարողա չլներ, բայց Պողոսից գնացին։ Հիսուսի մոտից գնաց Հուդան, չկարողացավ Հիսուսը Հուդայի կյանքի մեջ ավարտի, բայց պետք է հասկանանք, որ այդ բոլորով հանդերձ գոյություն ունի մի պայման, որ մենք պիտի մնանք նրա գործի մեջ, պիտի թույլ տանք, որ նա շարունակի անել են ինչ որ անում է մեր կյանքերի համար։ Եսայա 53-րդ գլուխ։ Ով է սիրում Եսայա 53-րդ գլուխը։ Երբ որ Հիսուսին սպանեցին, սատանային թվաց թե լուծեց հարցերը։ Բայց նա չէր պատկերացնում, որ հոր կամքը կատարելը հենց դա էր, որ պիտի մեռներ խաչի վրա։ Եսայա 53, 10-12 խոսքերը կարդամ։ Տերը հաճեցավ, որ նա ճզմվի եւ տագնապի հանդիպի, երբ իր անձը մեղքի համար ողջակեզի։ Նա սերունդ պիտի տեսնի, իր օրերը պիտի երկարացնի եւ Տիրոջ կամքը նրա ձեռքով պիտի հաջողվի։ Իր անձի աշխատության պտուղը տեսնելով պիտի կշտանա։ Իմ արդար ծառան իր գիտությունով շատերին պիտի արդարացնի
քանզի նրանց անօրենությունները ինքը պիտի կրի։ Դրա համար մեծերի հետ բաժին պիտի տամ նրան եւ հզորների հետ ավարից բաժին պիտի առնի։ Քանզի իր անձը մահվան մատնեց, մեղավորների հետ համարվեց, շատերի մեղքը վերցրեց եւ հանցավորների համար միջնորդություն արավ։ Մենք խոսում ենք հունցքի մասին, ճիշտ է։ Եվ այդ հունցքը լինելու է, անպայման լինելու է։ Ոչ թե որ մենք ուզում ենք դա, ոչ թե որ մենք ուզում ենք որ եկեղեցին լցվի փրկվածներով, ոչ թե որ ուզում ենք որ վերջը մենք էլ մեծ դահլիճներում պաշտամունք անենք, Տիրոջը փառաբանենք։ Չէ, ոչ մի դրա հետ կապ չունի։ Այստեղ գրված է նա սերունդ պիտի տեսնի, իր օրերը պիտի երկարացնի։ Այդ երբ մահից հետո Տիրոջ կամքը նրա ձեռքով պիտի հաջողվի։ Հաճախ թվում է թե վсё, էլ վերջ, էլ ոչ մի բան չի լինի փոխել, մենք մտնում ենք տուպիկ, բայց հանկարծ Տերը գալիս է այդտեղ եւ դառնում է դուր այդտեղից նոր սկզբի համար։ Դառնում է ճանապարհ, այնտեղ որտեղ ճանապարհ չկա, եւ մենք շարունակում ենք գնալ։ Ինչի, որովհետեւ նա չի կարա կիսատ թողի։ Իր անձի աշխատության պտուղը տեսնելով պիտի կշտանա։ Այս սրա համար է որ մարդիկ պետքա փրկվեն։ Բոնկեին ասում են գրված է որ նեղված կա ճանապարհը որ երկինք է տանում եւ քիչվոր են որ այդ ճանապարհով գնում են ուրեմն քչերն են փրկվելու։ Բոնկեն մեծ հավատքի տեր անձնավորություն էր իմ համար առաջի ֆավորիտներից հոգեվոր մարդկանց։ Բոնկեն ասում է երբ որ Հիսուսը խոսում էր նեղ ճանապարհի եւ լայն ճանապարհի մասին դեռևս խաչը չկար։ Բայց Հիսուսը իր խաչը դրեց լայն ճանապարհի մեջտեղում։ Եվ նրանք ովքեր կորուստ էին գնում, բախվում են նրա խաչին եւ մտնում են նեղ ճանապարհի մեջ։ Շատերը կփրկվեն։ Այո։ Մեր եղբայրներից մեկը, որ իմ ընկերն այստեղ եղել է մի քանի անգամ, գիտեք իրան, Մհերը, Գերմանիայում որ ծառայում է։ Ինքը ծանր ընտանեկան խնդիր ունեցավ, ահավոր դժվարություններով անցավ։ Եվ կինը բաժանվեց իրանից։ Չեմ ուզում մանրամասներ ասեմ, ամեն դեպքում իր մեղքով չէր։ Եվ ինքը այդ պատճառով թողեց ծառայությունը եւ չէր ծառայում։ Իրան շատ են քաջալերում, ասում են քո մեղքը չկա, ինչի ես թողել ծառայությունը։ Շարունակի, դու պետք է շարունակես, ասում էր, չէ, որովհետեւ ջարդված էր ներսը։ Գնում էր գերմանական մի եկեղեցի, այնտեղ կանգնում էր, չէր կարում նորմալ պաշտի, չէր կարում վերականգնվի, կոտրված էր, գնում էր ու լաց էր լինում։ Անընդհատ, բայց կանչը զգում էր Տիրոջից, որ Տերը ասում էր վերականգնի քո ծառայությունը, չէր կարում, ինքը իրան չէր կարում ուշ տա։ Ու մի օր պաշտամունքի ժամանակ տեսավ, որ բեմի այդ բանի պատի վրա գրված է Աստծո խոսքից. ես կշինեմ իմ եկեղեցին եւ դժոխքի դռները նրան չեն հաղթի։ Եվ Տերը խոսաց իր հետ, ասեց այս բառերը. Մհեր, քեզ հետ կամ առանց քեզ ես շինելու եմ իմ եկեղեցին, որոշի միանում ես ինձ, թե չես միանում։ Մհերը ընկավ գետնին, դառը սկսեց լացել, Տեր անձամբ խոսաց իր հետ, որովհետև նա սկսել է, նա կիսատ չի թողում, եւ մեր ասեց Տեր, իհարկե միանում եմ քեզ, եւ Տերը իր միջոցով մի քանի եկեղեցի սկսեց Գերմանիայում, եւ դեռ շարունակվում է այդ process-ը։ Մեզ կարող է թվա, թե հարցը մենք ենք։ Հաջորդ այն խոսքը, որ մենք կնայենք եւ չգիտեմ երբ այսօր կամ հաջորդ անգամ, երբ որ Տերը ասում է բարձրացեք ձեր աչքերը։ Ստեղ է մեր հիմնական բաց թողումը լինում։ Մենք միշտ ընկնում ենք ամեն անգամ, երբ որ մենք մեզ ենք նայում։ Ստեղ է խնդրեմը, որ մենք միշտ մնում ենք նույն խնդրի մեջ եւ այդ հարցը չի լուծվում։ Եվ մենք զարմանում ենք ու ասում ենք Տեր, բա ինչի դու ասել ես, բայց այս հարցը չի լուծվում։ Հարցը սա է, որ պետք է մենք մեզ չնայենք, որովհետև դա ճահիճ է։ Մենք մեզ նայենք, մենք անverջ
հիասթափված ու հուսահատված կլինենք, բայց նայում ենք Հիսուսին եւ ասում ենք դու որ սկսել ես մինչև վերջ կկատարես։ Աբրահամը 25 տարի սպասեց որ զավակ ունենա, գրած է խոսքը ասում է, նայեց իրան, մեռած էր, նայեց Սարային, մեռած էր։ Տերը թույլ տվեց այդքան տարիներ, որ Աբրահամը իրանից էլ հույսը կտրի, դե Սարան էլ արդեն վաղուց էր անհույս։ Բայց նա էդ էլ ինչ էլ կար, էդ էլ մեռավ։ Եվ դա ստիպեց Աբրահամին, որ հայացքը բարձրացնի վերև եւ ասեց այս խոսքերը։ Նա ով որ խոստացավ, կարող է կատարի։ Եվ Սարան այսով է։ Եվ Սարան ծերության տարիքում եւ Աբրահամը ծերության տարիքում դե Սարան բարձ Իսահակին ծնեց։ Բայց Աբրահամը չկանգնեց այդտեղ։ Աբրահամը Սարայի մահից հետո էլ ամուսնացավ, սկսեց երեխեք ունենալ։ Ինչի, որովհետեւ Աստված երբեք ոչ մի բան կիսատ չի թողում։ Պրոստը նա իր անելու ժամանակն ունի։ Այն ժամանակ, երբ որ մենք ասում ենք, «Всё, էլ հույս չկա», գալիս է նրա փառավորվելու ժամանակը, որովհետև նա այն ինչ որ սկսում է, մինչև հաղթական ավարտ կատարում է։ Ուզում եմ, որ քեզ զորացնեմ։ Դու կանչված չես, որ կիսատ մնաս, որովհետև քեզ կանչողը մինչև վերջ կատարում է իր գործը։ Փիլիպեցիս 1:6, կարծեմ հենց այդ խոսքն է, որ նա որ ձեր մեջ բարի գործ սկսեց, մինչև վերջ կկատարի։ Այս մասին վստահ լինելով, այո, թե նա որ ձեր մեջ բարի գործ սկսեց, մինչև Հիսուս Քրիստոսի օրը պիտի կատարի։ Նա ամեն ինչ կանի, որ մենք հափշտակվենք Քրիստոսի օրվա մեջ, որ մեզ տանի այդ հավիտենական ուրախության եւ փառքի մեջ։ Փառք Տիրոջը։ Հռոմեացիս 8:28-ից 30 համարների մեջ ասում է, որ նրանց, որ նախապես ճանաչեց, սահմանեց իր որդու պատկերին կերպանակից լինելու։ Եվ նրանց, որ ճանաչեց, կանչեց, նրանց, որ կանչեց, նաև արդարացեց, նրանց, որ արդարացեց, նաև փառավորեց։ Տերը իր գործը շարունակում է, մինչև որ մեր մեջից Քրիստոս ստանա։ Ժողովող 3:11 Նա ամեն բան իր ժամանակի մեջ վայելու չարեց եւ մարդու մտքի մեջ հավիտենությունը ճանաչելու փափագը դրեց։ Տեսեք, մարդու մեջ մարդուց սպասվող միակ բանը սա է, որ այս փափագը չմեռնի։ Հավիտենությունը ճանաչելու փափագը դրեց։ Այսինքն միշտ շարունակաբար հետևի Տիրոջը։ Եվ շարունակությունը ասում է, բայց մարդը չի կարող սկզբից մինչև վերջ հասկանալ։ Աստծո գործը չի կարող սկզբից մինչև վերջ հասկանալ։ Ու սա մեզ հնարավորություն է տալիս հավատքով ապրելու։ Որովհետև մենք չենք տեսնում, բայց հավատարիմ ենք համարում նրան, ով որ խոսացել է։ Սիրելիներ, ուզում եք իմանալ, որ նա մինչև վերջ կատարում է։ Կարդացեք Հայտնության գիրքը։ Նա արդեն գրել է վերջի մասին։ Ոնց է լինելու։ Ու եթե հանկարծ քեզ մտքեր է գալիս, սատանան քեզ ասում է, որ քո վերջը անհույս է, ասա եթե մեկը կա, որի մասին գրված է, որ իր վերջը շատ վատ է, այդ դու ես։
որովհետև նրա վերջը կրակի լճի մեջ է։ Բայց Քրիստոսը մեզ խոստացել է, որ կհասցնի իր հավիտենական փառքի մեջ։ Փառք Տիրոջը։ Մենք ճիշտն ասած կշարունակենք, բայց այսօր նաև հաղորդություն ունենք եւ մնացած ժամանակը պիտի օգտագործենք հաղորդությանը մասնակցելու։ Եկեք աղոթենք եւ մեր սրտերը պատրաստենք հաղորդության համար։ Կանգնենք ոտքի։ Դու մեր փառացույցն ես, Տեր Հիսուս, անսպար, աշխարհը քո մասին խոսք է մտածել, որ հույսը վերջում է մեռնում, բայց դու մեռելներից հարություն ես առել եւ հավիտենական հույս ես մեզ համար, անվերջանալի, որովհետեւ հույսը հենց դու ես, Տեր, մեր հույսը քո վրա է։ Եվ մենք գիտենք, որ դու քո կողմից հավատարիմ ես եւ հաստատուն ես, որ ինչքան մարդիկ իրանց ուխտը թողեցին, քանդեցին քեզ այդ իրանց ուխտը, բայց դու հավատարիմ մնացիր քո ուխտին։ Դու հավատարիմ ես մինչև վերջ։ Դու հավատարիմ մնացիր մինչև մահ խաչի վրա։ Դու կատարեցիր դա, որովհետեւ քո ճանապարհը մահով էր անցնում։ Դու մնացիր խաչին եւ չիչար, որպեսի կատարես հոր կամքը եւ վերջացնես։ Դու վճարեցիր մեր բոլոր խնդիրների համար խաչի վրա։ Դու վճարեցիր նաեւ նրա համար, որ դու փոխես մեզ, փոխես ինձ եւ դարձնես քո նման, քո էության պես։ Քեզ փառք եմ տալիս եւ ասում եմ, որ կարող եմ քեզ վստահել, Տեր։ Կարող եմ քեզ հավատալ, կարող եմ քեզ ապավինել եւ չամաչել։ Որովհետև քո խոսքը ասում է երանի նրանց, ովքեր Աստծուն են ապավինում։ Եվ մենք ապավինում ենք քեզ, դու մեր փրկիչն ես, մեր Տերն ես, մեր Աստվածն ես։ Դու նվիրված ես։ Մենք մինչև այսօր միլիոն անգամ առիթ ենք տվել քեզ, որ դու հեռանաս մեզանից, բայց դու մեր հետ ես եւ չես հեռացել։ Դու խոստացել ես հորը, որ կավարտես գործը։ Դու ասացիր, ով որ գա իմ մոտ, ես չեմ կորցնի, դուրս չեմ անի։ Որ քեզ հավատացողը թեև մեռնի կապրի, որ ոչ մի սահման չունի քո խոսքի ուժի համար Աստվածին, որ դու անսահմանորեն զորավոր ես ամեն բան փոխելու։ Քեզ փառք ենք տալիս նաև այսօրվա մեր ունեցած հնարավորության համար, վայելելու այն ինչ որ դու արել ես ամեն մեկիս համար խաչի վրա, ինչով որ նոր ուխտ ես կնքել, քո մարմինը եւ քո արյունը տալով մեզ համար, որ ապրեցնես մեզ, որովհետեւ դու ասում ես իմ մարմինը ուտողը եւ իմ արյունը խմողը հավիտենական կյանք ունի։ Շնորհակալ ենք, որ դու ապահովում ես դա մեզ համար մինչև քո գալուստը։ Հավատում ենք, Տեր, որ քո կարողությունը եւ քո էությունը բավարար կլինեն, որ մեզ անցկացնես բոլոր ճանապարհներով, ինչքան էլ դրանք դժվար Երևան, եւ դու կավարտես կամ ողջականացնես հոր կամքը կատարելը ամեն մեկիս կյանքի համար։ Դրա համար, Տեր, քեզ փառք ենք տալիս եւ մեր ամբողջ վստահությունը քո վրա ենք դնում։ Եվ ասում ենք փառավորվի ամեն մեկիս մեջ եւ քո եկեղեցու մեջ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։